Վարդը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 17-ն է, եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է, չափազանց շատ կարևոր հաղորդում ունենք։ Դրա համար այնուամենայնիվ որոշեցի երեկոյան պատրաստել այս հաղորդումը, ասի այնքան կարևոր է, որ ճիշտ չի լինի այն երկարացնենք, տեղափոխենք առավոտյան։ Մի փոքր ավելի հանգիստ ռեժիմով եմ փորձելու այսօր անցկացնել մեր հաղորդումը, քանի որ բավականին հոգնած եմ եւ փորձենք ավելի հանգիստ եւ ոչ լարված մերթնորդում քննարկել մեր կուտակված հարցերը։ Փաստացի կարճ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ առաջին տպավորությամբ հաղթանակ է տանում Իրանի դեմ պատերազմում, Այսպիսի շատ կարևոր հաղորդում ունենք եւ կվերլուծենք, կհասկանանք, թե ինչու ես այդ եզրահանգմանն եմ գալիս եւ կարծես թե դա արդեն փաստ է դառնում բազմաթիվ հետաքրքիր հաղորդագրություններ եւ տեղեկություններ կան, որոնք որ վկայում են կոնկրետ այդ մասին։ Իրանը փաստացի բազմաթիվ իր պահանջներից հետ է քաշվում եւ սա միանշանակ շատ լավ է, ես ուրախ եմ, քանի որ հակառակ պարագայում մենք լրիվ այլ Իրան կունենայինք եւ այլ ազդեցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանում։ Հայաստանից էլ շատ հարցեր կան խոսելու եւ դրանք նույնպես չափազանց կարևոր թեմաներ են, այսինքն բավականին հագեցած հաղորդում կունենանք մենք այսօր։ Դրա համար անպայման խնդրում եմ եւ կոչ եմ անում, հիշեցնում եմ լայքերի համար, բաժանորդագրվելու կարևորության համար էլի մեզ դիտում են տարբեր հաղորդումների ժամանակ, կա 40%-ն են դիտում առանց բաժանորդագրվելու, կա 50%-ը, կա 50%-ից ավել, այսինքն մոտավորապես կեսը միշտ մեզ դիտում են ոչ բաժանորդագրված օգտատերերը։ Դրա համար կոչ եմ անում անպայման ուղղել դա եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Եթե ռուսերեն եք դիտում, հիմնականում Հայաստանից են դիտում եւ ռուսալեզու է իրենց YouTube-ը, պետք է սեղմեք պատպիսացա կոճակի վրա։ Թե ես միշտ ներկայացնում եմ նաեւ անգլերենով, հայերենով բաժանորդագրվել, բայց չգիտեմ YouTube-ը հայերենով ում մոտ է ցույց տալիս, բայց ամեն դեպքում դուք ինքներդ կարծում եմ կհասկանաք, բաժանորդագրվելը բարդ չէ, ընդամենը մեկ կոճակ է պետք սեղմել, նաեւ պետք է գրանցում ունենաս Google-ում։ Իսկ ասում ենք, ուրեմն այսօր շատ կարևոր ընդունելություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, Nvidia ընկերության փոխտնօրենին է ընդունել, ավելի ճիշտ փոխնախագահին է ընդունել Nvidia ընկերությանը եւ քննարկել են Հայաստանում արդեն այդ կարևոր հարստական բանականության ֆաբրիկայի ստեղծման եւ դատակենտրոնների ստեղծման հարցը, այսինքն սա արդեն մտնում է գործնական փուլ։ Տեսնում եք լուրը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ են տանում փաստացի ընդդեմ Իրանի, Հորմուզի նեղուցը ապա շրջափակվում է, բացվում է բոլոր նավերի համար, ոչ ռազմական նշանակություն ունեցող նավերի համար, այդ մասին կխոսենք, եւ միանգամից սկսվեց ակտիվանալ TRIP ծրագրի մասին խոսակցությունը, Nvidia ընկերության ներդրումների մասին արդեն կոնկրետ հանդիպումներ կան։ Այսինքն դեռ 2 շաբաթ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսան ելքը, թե ինչպես է ստացվում, ինչպես է ավարտին հասնում պատերազմը, այնինչ մեզ հասանելի չէր, մենք մեր հաղորդումներում տարբեր վարկածներ էինք քննարկում, մտահոգվում էինք, նեղվում էինք, բայց հիմա արդեն տեսնում ենք, որ լրիվ այլ պատկեր է ձևավորված։ Այսինքն արդեն գործնական փուլ է մտնում Nvidia ընկերության ներդրումները, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդրում չեն անում որևիցե երկրում, որտեղ որ իրենք վտանգներ են տեսնում։ Հաջորդ հարցը, որը որ ոչ պակաս կարևոր է, այսօրվա ցույցները աջակցություն Սամվել Կարապետյանի, միջայլոց նրա տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց, կան ձերբակալվածներ, բավականին խառն էր իրավիճակը, այս հարցի շուրջ չգիտեմ ինչ քննարկենք։ Միակ խնդրեմը, որը որ ես այսօր տեսնում եմ Հայաստանում, դա Հայաստանի ընդդիմության չգոյությունն է, սրա մասին ես խոսել եմ եւ ամենամեծ մեղադրանքը, ինչի մեջ որ ես մեղադրում եմ Հայաստանի իշխանություններին, դա որ դատական համակարգում փոփոխություն չեղավ, սահմանադրությունն է խնդիրը, հավատամ, փորձեմ հավատալ, բայց այն որ
Ընդդիմությունը մնացել է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ այլ ռուսական ուժեր, ես չեմ կարող իրենց առանձնացնել, բոլորին ընդհանուր եմ տեսնում, մոտավորապես մեկ տեղում եմ տեսնում, մի փոքր կարող է տարբերություններ լինեն, բայց պարզ է, որ Ռուսաստանի համար ոչ միայն ընդունելի, այլ դրանցից մեծամասնությունը Ռուսաստանի կողմից ուղղորդվող ուժեր են։ Այսինքն այս մասին էլ կարծում եմ երկար խոսելու իմաստ չունի, նույն բանը անընդհատ կրկնելը անիմաստ է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանի իշխանություններին սա ձեռնտու է, եւ եթե ես մեղադրում եմ Հայաստանի իշխանություններին մեկ կարևոր խնդրի կամ հանցագործության մեջ, կոնկրետ դա է, որի մեջ ես մեղադրում եմ եւ համոզված եմ նրանում, ինչ որ ասում եմ։ Այսինքն վերջին հաշվով այս տարի կամ 5 տարի անց կամ 10 տարի անց, եթե այս իրավիճակը չփոխվի, Հայաստանում հնարավորություն կունենան այդ ուժերը գալ իշխանության եւ հետո փաստացի այնինչ այս մի քանի տարիների ընթացքում ունենք դրական ձեռքբերում, իսկ ես արտաքին քաղաքականությանն եմ հիմնականում նայում, չեմ բնակվում Հայաստանում, խոսում են տնտեսական աճի մասին, գալիս եմ Երևան գալով լրիվ այլ աչքերով կարող ես նայել Հայաստանին, չես կարող խորանալ այն խնդիրների հոգսերի մեջ, չնայած միշտ հետևում եմ հայկական մամուլին, բայց լրիվ այլ բան է ապրել Հայաստանում, լրիվ այլ բան է կողքից հետևել, հաճախ լինել Հայաստանում, բայց չապրել Հայաստանում։ Դրա համար ես հիմնականում գնահատում եմ արտաքին քաղաքականությունը Հայաստանի եւ արտաքին քաղաքականության մեջ ես ահռելի դրական փոփոխություններ տեսնում եմ։ Բայց եթե քո ընդդիմությունը օտարամոլ է եւ պրոռուսական է, մի մասը կան նաեւ ընդդիմադիր ուժեր, որոնք որ այդպիսին չեն, բայց այդ ուժերը ցավոք սրտի շատ թույլ են եւ Հայաստանի իշխանություններին կարծես թե ձեռ է տալիս, որ միշտ կարողանան մատնանշել, ասել թե ահա տեսեք, եթե չընտրեք մեզ, կունենաք սա։ Սա կոնկրետ սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ պետականության համար։ Ահա այս հարցում շատ մեծ է Հայաստանի իշխանությունների մեղքը։ Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է հասցնել նրանց այն, որ վաղը մյուս օրը շատ վատ արդյունքների առջև կկանգնի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, շատ վատ։ Եվ այս հարցը պետք է իրոք փոխել։ Այս ընտրություններից հետո կարծում եմ մեր ամենաառաջին եւ կարեւոր հարցը դա է լինելու։ Լավ, առանց երկարաձգելու, առանց կենտրոնանալու այդ հարցի վրա շատ երկար, չնայած շատ կարեւոր հարց է, ասում եմ, ընտրություններից հետո այդ հարցը պետք է դառնա համար առաջին հարցը։ Անցնենք արդեն այլ հարցերի այսօր քննարկմանը։ Շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել Թուրքիայում Ալեն Սիմոնյանը, հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, հանդիպում է ունեցել Ալեն Սիմոնյանը Թուրքիայի ազգային ժողովի ղեկավարի հետ, Ադրբեջանի ազգային ժողովի ղեկավարի հետ եւ հետաքրքիր նաեւ առաջարկներ են եղել Թուրքիայից Թուրքիայի ազգային ժողովի նախագահը փաստացի առաջարկել է, որ Հայաստանը ներգրավի Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա ֆորմատի մեջ հետաքրքիր առաջարկ է, ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է մտածի, լուրջ մտածի այդ առաջարկի մասին, չեմ ասում միանգամից համաձայնվի, բայց որ այդպիսի առաջարկի արվել ինքնին ես դրական եմ գնահատում այդ առաջարկը։ Նրանց բացի Ալեն Սիմոնյանը գնահատական է տվել Ադրբեջանի իր գործընկերուհու հետ հանդիպմանը, փաստացի շատ դրական գնահատական, ասում է, որ հիմնականում ոչ մի տարաձայնություն չկար, շատ լավ անցավ այդ հանդիպումը, կա փոխընդմեռնում, կա համագործակցություն եւ ապագային միտված ծրագրեր համագործակցության, այսպես է բնութագրել հիմնականում Ալեն Սիմոնյանը հանդիպումը իր գործընկերուհու հետ։ Ինչպես արդեն նշեցի, Թուրքիայի ազգային ժողովի ղեկավարի հետ, նախագահի հետ նույնպես հանդիպում է տեղի ունեցել։ Դրանից բացի ունենք հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի արտգործնախարարության
փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալի հետ, քննարկել են երկկողմ օրակարգին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադառնալով խաղաղության եւ համագործակցության ամրապնդման կարեւորությանը։ Սա էլ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունն է։ Թուրքիայից լավ հայտարարություններ շատ կան, բայց որևիցե գործնական դերևս քայլեր նորմալ չենք տեսնում։ Նախորդ հաղորդմանն էլ ասեցի, հիմա կրկնում եմ։ Դրանից բացի մի քանի կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաև Հիքմետ Հաջիևը, իսկ մենք գիտենք Հիքմետ Հաջիևը որքան կարևոր եւ լուրջ դերակատարություն ունի Ադրբեջանում։ Նա հայտարարել է, որ մենք պետք է լուծենք տարածաշրջանային խնդիրները ինքներս, տարածաշրջանային մեր գործընկերների հետ միասին, այսինքն որոնք են ձեր գործընկերները։ Մեր գործընկերները, երբ որ ասում ես, հասկանում եմ Թուրքիան առաջին տեղում, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունը, սա լավ հայտարարություն չէ։ Ու ասում է, որ մենք թույլ չենք տա, որ դրսից մոտեցումներ պարտադրվեն, ասում է Հիքմետ Հաջիևը, ով վերջուկը հիմա գտնվում է Ադրբեջանում, կրկին ինչ-որ վազելիններով է գնացել, ասում է, որ Ռուսաստանում պետք է ամրապնդել Ադրբեջանի լեզուն, դպրոցները, ինչ-որ նման հայտարարություններ, պարզ է ամեն ինչ եւ սա լավ չէ, չնայած երևի Հիքմետ Հաջիևը չէր հասցրել ծանոթանալ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, հաստատեցի ինչպես արդեն նշում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ է տանում այս պատերազմում, Հիքմետ Հաջիևը հետեր ընկել երևի ինչ հայտարարություններ ճիշտ ասած չհասկացա, բայց ինքը իր կարելի ասել ստրախովկան վերցրել էր եւ ասում է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ տարի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության մասնակցությամբ։ Դե իրենք ունեն դիվանագիտություն, նախորոք այդպիսի հայտարարություններ անում են, բայց այն որ դրսից չպետք է միջամտություն լինի, դա ում է ուղղված Եվրոպային, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հիմնականում այսքանը Հայաստանի վերաբերյալ, հիմա անցնենք արդեն Իրանին։ Առանց երկարաձգելու կարող ենք շատ երկար խոսել, այս թեմաները այնպիսի կարևոր հետաքրքիր թեմաներ են, որ իրոք մենք կարող ենք շատ երկար խոսել եւ ծավալվել ուրիշների նման, բայց չեմ կարծում, որ դրանց անհրաժեշտությունը կա, գիտեք, շատ երկարացվի մեր հաղորդումը եւ միանգամից անցնենք շատ ավելի կարևոր հարցի, Իրանի հետ կապված հարցին։ Ուրեմն Իրանը բացում է Հորմուզի նեղուցը եւ այս մասին հայտարարում է Իրանի արտգործնախարարությունը։ Միանգամից նավթի գները նվազում են, իջնում են $90, 1 բարելի դիմացի արդեն ավելի ցած գլորվեցին, իջել են մոտավորապես $80 կողմերը, կարծում եմ էլի կարող է շատ արագ իջնեն։ Տրամփն էլ միանգամից շնորհակալություն հայտնեց Իրանին, որ Հորմուզի նեղուցը բացվեց եւ Նաև Թրամփը հայտարարեց, որ Իրանի օգնությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռացրել են բոլոր ծովային ականները, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն Իրանի ծովային շրջափակումը, չնայած որ Իրանը որոշում կայացրեց բացել Հորմուզի նեղուցը։ Այսինքն բոլոր նավերը հիմա կարող են մտնել Հորմուզի նեղուց, բացի ռազմական նավերի, ճիշտ է այնտեղ Իրանը ասում է, որ մենք կկարգավորենք, որոշ կարգավորումներ կլինեն, բայց փաստ է, որ արդեն բաց է Հորմուզի նեղուցը, այսինքն հայտարարությունները այդպիսին են եւ այս հայտարարությունները տարբերվում են նաեւ նախորդ հայտարարություններից, ես չեմ կարծում, որ Իրանը փորձի խնդիրներ եւ խոչընդոտներ ստեղծել։ Եթե ճիշտ է բանակցությունները հիմա կրկին փակուղի չմտնեն, այնպես չէ որ ամեն ինչ ավարտվեց, բայց սա կարելի ասել, որ 99%-ով վկայում է այն մասին, որ արդեն հիմնականը պայմանավորվել են Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնական հարցերի շուրջ պայմանավորվածության եկել են։ Թրամփը ասում է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է օգտագործման լիարժեք նավարկության համար, սակայն ծովային շրջափակումը մնում է լիարժեք ուժի մեջ, միայն Իրանի դեմ, մինչեւ մեր եւ Իրանի միջեւ գործարքի 100%-ով իրականացումը։ Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի
քանի որ կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, ասում է Դոնալդ Թրամփը։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար, Թրամփը դա անընդհատ ասում է, եւ ամենակարևոր նաեւ հարցերից մեկը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կստանան մեր հիանալի B2 ռմբակոծիչների կողմից ստեղծված ողջ միջուկային մոխիրը, այսինքն արդեն ոչ թե հարստացված ուրան է ասում, այլ մոխիր է ասում, այսինքն իբր կամ այդպես էլ կա, չգիտեմ, կամ Իրանն է այդպես ներկայացնում, ասում է, որ մոխիր է, այլևս բան չունենք տալու ձեզ, ուրան չկա հարստացված, ԱՄՆ-ն ասում է, որ մենք կվերցնենք այդ ամենը, Դոնալդ Թրամփն է ասում, այսինքն դրանից բացի Թրամփը ասում է, որ որևէ գումար չի փոխանցելու որևիցե ձևով, այսինքն Իրանի այդ պահանջը անհիմն էր, չստացավ Իրանը ոչ մի փոխհատուցում, եւ սա նշանակում է, որ Իրանը չի հաղթանակ տարել այս պատերազմում, չէ փոխհատուցում էր պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից 270-80 միլիարդ դոլարի էին հասել այդ պահանջները։ Այս գործարքը ոչ մի կերպ չի կապված Լիբանանի հետ, բայց Թրամփը ասում է, որ ԱՄՆ-ն առանձին կաշխատի Լիբանանի հետ։ Բայց այստեղ կարծում եմ մի փոքր ստում է Դոնալդ Թրամփը կապ կա Լիբանանում հրադադարի հաստատման հետ կապ կա, այս ամիջական կապ տեսնում եմ, բայց չեմ ասում, որ հիմնական պահանջն էր դա Իրանի, բայց ինչ որ միտեղ, ինչ որ չափով երեսը փրկելու պահանջներից մեկն էր Իրանի, որը որ ինչ որ չափով կատարում է Դոնալդ Թրամփը, եւ Թրամփը ասում է, որ Իսրայելը այլևս չի ռմբակոծի Լիբանանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները արգելում են Իսրայելին, Նետանյահուին, ես կասեի Նետանյահուին հարված հասնել Լիբանանին, բավական է գրել է Դոնալդ Թրամփը։ Ունենք էլի հետաքրքիր տեղեկություններ եւ այս տեղեկությունները հաղորդում է Axios-ը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թեհրանի համար մտադիր են 20 միլիարդ դոլարի սառեցված այդ ակտիվների ապասառեցում։ Ահա այս հարցի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի ընդառաջում են Իրանին, եւ Թրամփը ասում էր, որ լավ կլինի Իրանի համար, Իրանն էլ կզարգանա, Իրանն էլ կկառուցենք, կփոխենք, չէ՞ դրանից առաջ նման հայտարարություններ անում էր Դոնալդ Թրամփը, եւ ես տրամաբանական եմ տեսնում, իրոք տրամաբանական եմ տեսնում, սա փոխհատուցում չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մաս-մաս բացեն այդ սառեցված գումարները Իրանի համար։ Դրանից բացի Axios-ը տեղեկացնում է, որ նոր արդեն բանակցությունները կարող է տեղի ունենան այս կիրակի, այսինքն չեն սպասելու մինչև մյուս շաբաթվա վերջ։ Եվ տեսնելով թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, Եվրոպայից կանցլեր Մերցը հայտարարությամբ է հանդես եկել։ Բաներ կա, որ անկեղծ ասած իմ դուրս չի գալիս, եւ ես անկեղծ ասում եմ։ Ասում է, որ Իրանը պետք է դադարեցնի հարձակումները Իսրայելի վրա եւ Պարսից ծոցի երկրների վրա, սա Մերցն է ասում։ Գերմանիայի կանցլեր Մերցը, որը որ ինչ որ հայտարարություններ անում էր, Թրամփի հետ հանդիպում էր, բայց կրավորական հերրու դիրքորոշում էր որթեգարել, բռնել եւ չէր ցանկանում աջակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ դրանից բացի ասում է Մերցը, որ Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, պետք է դա բացի ընդմիշտ եւ առանց որևիցե նախապայմանի։ Հետաքրքիր չէ՞։ Հայտարարություն է անում Մերցը։ Всё, Իրանը վախեցավ, Մերցի հայտարարությունից միանգամից բացեց Հորմուզի նեղուցը, ամեն ինչ լավ է, հրաշալի, ինչ լավ է, որ Մերցը այդ հայտարարությունը արեց, շատ լավ է, հրաշալի, փրկեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինչ է ասում Դոնալդ Թրամփը։ Իսկ Դոնալդ Թրամփը ասում է, որ ՆԱՏՕ-ից հիմա զանգեր են գալիս, ՆԱՏՕ-ից արդեն առաջարկում են օգնություն, եւ դա տեղի ունենում այն բանից հետո, երբ որ Իրանը հայտարարեց, որ բացում է Հորմուզի նեղուցը։ Եվ Թրամփը ասում է, ես ասեցի, մնացեք մեզանից հեռու, բայց եթե ուզում եք, պետք է ձեզ նավթ, կարող եք գնալ եւ վերցնել այդ նավթը։ Այդպես է մոտավորապես գրել եւ արձագանքել Դոնալդ Թրամփը։ Հետաքրքիր աշխարհում ենք շատ ապրում, կարծես սերիալ դիտելիս լինես,
Ես ուրախ եմ, անկեղծ ասած ուրախ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացավ կարծես հասնել իր նպատակին, տեսնենք այս մի քանի օրը շատ որոշիչ դեր է ունենալու, բայց ահա արդեն տեսնում ենք փաստը թե ինչ է տեղի ունենում։ Եվ այս ֆոնին այսօր հետաքրքիր տեղեկություն ենք ստանում Ինտերֆաքսից Հնդկաստանի եւ Ռուսաստանի խորացող ռազմատեխնիկական գործակցության մասին։ Սարմանում եմ ճիշտ ասած Հնդկաստանի վրա, չեմ հասկանում ինչ են անում, բայց փաստ է, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև կարող են միմյանց տարածք ուղարկել, ինչ որ պայմանագրեր են ստորագրել, մինչեւ 3000 զինվորական, 10 ռազմական ինքնաթիռ եւ 5 նավ։ Երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման վերաբերյալ գործող համաձայնագրի շրջանակներում տեղեկացնում է Ինտերֆաքսը, նաեւ կարող են շուտով միմյանց հետ լուրջ զորավարժություններ անցկացնել։ Շատ հետաքրքիր աշխարհում ենք ապրում։ Հիմնականում այսքանը սերելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։